Հայրապետյան, որ կիբերհանցագործության մասին այսպես շատ խոսվեց, նաև ներսում էլ խոսվեց, այս վարչությունը ճիշտ եմ ասում, թե ինչ է ստեղծում, թե հանձնաժողով, հանձնաժողովը երբ որ ստեղծում է, օրինակ մենք տեսանք դատախազության դիմաց քաղաքացիներ էին, որոնք տուժել էին հենց խաբեության զոհ էին դարձել կիբերհանցագործության պատճառով, արդյոք այս հանձնաժողովը զբաղվելու է նաև նրանց հարցերով եւ հանձնաժողովը արդեն կազմը հաստատելուց հետո, այսինքն հետադարձ ունենալու է այն խնդիրները, որ եղել են, դրանց անդրադառնալու է, թե ոչ։ Դուք չթողեցիք նախ, որ պատասխանեմ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Եթե կարճ ոչ, բայց հիմա փորձեմ մանրամասնել։ Կիբերանվտանգության մասին օրենքի, հանրային տեղեկությունների մասին օրենքի եւ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքի կարգավորման ենթակա հիմնականում հանդիսանալու են կրիտիկական համարվող ենթակառուցվածքները, էներգետիկայի ոլորտ, ջրի ոլորտ, հեռահաղորդակցության ոլորտ եւ այսպես շարունակ, այսինքն օրենքով սահմանվել են կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք նախ եւ առաջ պետք է պաշտպանվեն պետություն մասնավոր համագործակցության արդյունքում եւ կենսական ծառայությունները։ Այսինքն այս նոր մարմինը գալիս է ձևավորելու կարողություններ, ունենալու է մանդատ կիբերպաշտպանական գործողություններ իրականացնել այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգի նկատմամբ, ինչպես նաև կիբերհարձակումների պարագայում, նաև կենթարկվեն այդ հարձակումներին, նաև կրիտիկական ենթակառուցվածքները, անկախ նրանից դա պետական սեփականություն է, թե մասնավոր հատված։ Եթե մասնավոր ընկերությունները, բիզնեսը շահագործում է կրիտիկական ենթակառուցվածք, բանկային ոլորտը, հեծը, ջրային ոլորտը եւ այսպես շարունակ, ապա այստեղ այս կառույցը մասնավոր հատվածի հետ համատեղ ջանքերով պետք է չեզոքացնի կիբերհանցագործության հնարավոր հարձակումները, իսկ հարձակումների արդեն իսկ առկայության պարագայում նվազեցնի դրանց հետևանքները։ Ինչ վերաբերում է ձեր հնչեցրած հարցին, ապա պետական կառավարման համակարգում կան այլ գերատեսչություններ, ազգային անվտանգության ծառայությունը, նաև կիբերհանցագործությունների համապատասխան ստորաբաժանումը ներքին գործերի նախարարությունում եւ այսպես շարունակ կոնկրետ այս մարմինը այլ գործառույթներ եւ այլ մանդատ է ունենալու։ Օրինակ լրատվամիջոցներին օգնելու խնդիր կունենալ, թե ոչ, օրեր առաջ բոլոր ՍԴՄ-ները, գրեթե առաջատար, չէին բացում, սերվերը չէր աշխատում, ինչ-որ կիբերհարձակման խնդիրներ առաջացել։ Այս դեպքում լրատվամիջոցներին որևէ կերպ դուք օգնելու եք։ Ոչ։ Պետությունը պիտի օգնի, բայց ոչ այն մարմինը, որը ձևավորվում է, որովհետև ԶԼՄ-ները չեն հանդիսանում կրիտիկական ենթակառուցվածք կամ կենսական ծառայություն։ Այս իմաստով եւս մեկ անգամ ուզում եմ հստակ լինի, նաեւ հանրության մոտ հստակ լինեն այն ակնկալիքները, թե ինչով պիտի զբաղվի այս մարմինը, այսինքն գոյություն ունեն այլ կառույցներ եւ բնականաբար հասցեատերը ես չեմ այս մասով, որտեղ պետությունը բնականաբար պիտի հստակ գործողություններ իրականացնի պաշտպանելու նաև ԶԼՄ-ներին, սակայն կրկնում եմ, որպեսզի ճիշտ ակնկալիքներ ձևավորվեն, հետագայում նաև մեզ հնչեն հարցադրումներ, որոնք պիտի բխեն մեր գործառույթներից, այս մարմինը հիմնականում հենց այն գործողություններով է զբաղվելու, որ արդեն իսկ Պարոն Հայրապետյան, ինչու է Նիկոլ Փաշինյանը բոլոր ՔՊԱ-ականներին հրավիրել համալիր հանդիպման վաղը։ Եվ նաև ՔՊԱ-ականներին։ Ենթադրում եմ վաղը պարզ կլինի։ Առաջարկում եմ, հա, ես ներկա եմ լինելու, առաջարկում եմ, այո, կա առիթ, վաղը կիմանաք այդ մասին։ Բայց կանոն է պահվում, գաղտնի է։ Չեմ կարծում, բայց ճիշտ եմ համարում, որ վաղը հնչեցվի այս մասին։ Ասվել է, որ մենայն մեռածները կարող են չգան, բոլորը մեկ մարդու պես պետք է ներկա լինեն։ Ինչ կարևորություն այդքան մեկնաբանություն չունի։ Այսինքն բոլոր ԿՊԱ-ականները լինելու են համապետական աշխատողների հետ կապ ունի սա, թե ինչ է, նախընտրական հավաք է, ինչ է լինելու։
Վաղը հստակ այդ մասին հայտարարություն կլինի։ Պարոն Հայրապետյան, Բաց հանդիպում է լինելու, պարոն Հայրապետյան, մենք կարող ենք գալ լուսաբանել։ Չեմ տեխնիկական հարցերին չեմ տիրապետում, ենթադրում եմ նպատակահարմար կլինի վարչապետի աշխատակազմը։ Պարոն Հայրապետյան, նաև եկեղեցու շուրջ իրադարձությունների վերաբերյալ է Նիկոլ Փաշինյանը շարունակում տեսակետ հայտնել, երեկ էլ ասաց, որ ըստ պլանավորվածի գնալու են, ինչպես ինքն ասում, Կթիչներ Սիսյանը պիտի հեռանա, հրաժարական պիտի ներկայացնի։ Դուք այս հարցում աջակցում եք Նիկոլ Փաշինյանին։ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ 2 շաբաթ առաջ մենք լրագրողների հետ պայմանավորվել էինք, որ ես պիտի ճեպազրույց տամ, ցավով պիտի արձանագրեմ, որ ընդամենը 1 ժամ բազմաթիվ լրագրողներ չհամբերեցին եւ ընդամենը 2 լրատվամիջոցեր ներկա, եթե չեմ սխալվում 24 News-ը եւ Factor-ը եւ News-ը ներողություն եմ խնդրում, կներեք։ Եվ ես պատասխանել եմ բոլոր հարցերին, չեմ պատրաստվում ամեն անգամ նույն թեմաներին անդրադառնալ։ Մենք ներկա չենք, Ես հնարավոր է նաև ցանկալի կլինի նաև ծանոթանալ լրատվական դաշտին, կարծում եմ նաև դա ձեր պարտավորությունն է։ Ես այդ հարցին իմ դիրքորոշումը հայտնել եմ, ասելու, որ լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին։ Ինչու՞ չեք մասնակցում պահպարակներին, պարոն Հայրապետյան։ Այդ հարցին էլ եմ պատասխանել։ Դուք ներկա եք։ Հեռուստադիտողներ կամ առաջարկում եմ Ես լավ հիշում եմ ինչ հարցեր են հնչել։ Ոչ ես, ոչ Ռուզանան չենք հարցրել, թե ինչու չեք մասնակցում։ սխալ եք հիշում։ Դուք տևական ժամանակ ասեցիք, Դուք որ ասում։ պատարակներին չեք մասնակցում։ Այդ հարցը հնչել է։ Լավ։ Հիշեցի։ Ցավում եմ։ Այդ պատճառը չասեցիք, գուցե Ասեցի, տեսեք, պատճառն այնպիսին էր, որի մասին ես նաև չեմ կարող խոսել ոչ հիմա, ոչ ապագայում։ Ասել եմ, դա խիստ անձնական է։ Եվ ասել եմ, որ չեմ կիսվել։ Ես ուզում եմ նաև, որ դուք ըմբռնումով մոտենաք, որ երբ ինչ որ պաշտոնյական որևէ քաղաքացի մարդ որևէ անձնական հարցով ասում է, որ փակագծեր չի բացելու, եթե կհիշեք, նաև նշել եմ, որ վերջին 3 տարիներին չեմ այցելում պատարագի, թեև գնում եմ եկեղեցի եւ աղոթում եմ ու հաղորդակցվում եմ իմ Աստծո հետ, ապա 2 շաբաթ անց դժվար թե այդ դիրքորոշումը փոխվի։ Պարոն Հայրապետյան, կնեք նախորդ թեմային անդրադառնալով հրավերի մեջ ինչ է նշվել, որ ձեզ հրավիրել են վաղը համալիր։ Վաղը բոլորիդ բաց կլինի։ ինչու այսպեսի հույս գաղտնիություն պահպանում։ Նախընտրական հանդիպում է, ինչ Ինչ մի գաղտնի բան է, որ Կդժվարանամ ասել։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ հարցը ուղղեք վարչապետի աշխատակազմին։ Ես գիտեմ։ Դուք արդեն մեկ հայտ ներկայացրել եք 26-ին առաջադրել։ Այո։ Կես միլիոնն եք դուք տվել, թե միլիոնի կես։ Դեռևս այս փուլում առաջադրվում են ցուցակում դիտարկվելու համար, եթե վարչությունը կամ այն մարմինը, որը որ կհամարի, որ իմ տեխնացությունը ընդունելի է եւ ես լինելու եմ ցանկում, միայն դրանից հետո համապատասխան վճարումը կատարելու է։ Պարոն Հայրապետյան, երեք վարչապետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանում նշեց, որ 26 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավային անդամներ, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են մել, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Նախ կխնդրեմ ասել, սա ում է առնչվում եւ եթե կան այդպիսի Մի հատ նորից կասեք, որ պաշտոնյաները ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Դե դուք ինչի՞ չեք հարցրել վարչապետին ու Որովհետեւ մեկ հարց տալու հնարավորություն ունեիք, հասկացա։ Դուք ըստ սա ում է առնչվում եւ եթե կան այդ մի րոպե, եւ եթե կան այդպիսի խնդրահարույց քաղաքական ուժեր, ինչու իրենց թողնել մասնակցեն ընտրություններին եւ նոր մտածել հեռացնելու մասին։ Որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններին։ Եվ մենք ժողովրդավարական արժեքներին կարճած ենք ամուր, համարում ենք, որ հանրությունը իր քվեարկությամբ պիտի գնահատական տա եւ ըստ էության ավարտի այս կամ այն կուսակցության կամ քաղաքական ուժի դե ֆակտո
գործունեությունը, ոչ դե յուրե։ Թե առավել հեշտ է վարկաբեկված խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել եւ նոր մտածել քաղաքական դաշտում ապրելու մասին։ Նաև այդպես։ Դրա համար է նաև մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետև ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել այնպիսի մի առողջ քաղաքական ուժի, որի պետության կառավարման ղեկը ստանձնելուց հետո երկրի կառավարումը ել ավելի արդյունավետ կիրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված, որևէ կարողություններ, բարեփոխումներ բերելու եւ կյանքի որակը մեր երկրում բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի հետ։ Հետևաբար, եթե ես ամփոփեմ, ես ողջունում եմ բոլոր նոր ուժերի ստեղծումը։ Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են քաղաքացիական պայմանագրին։ Նոր ուժերը ձեր կարծիքով առողջացման տանող ուժեր չեն։ Ձեր նշած անունները ոչ։ Պարոն նախարար, կներեք, Նիկոլ Փաշինյանը, որ նշում է, պետք է հեռացվեն այն ուժերը, որոնք Հայաստանը թակարդի մեջ են գցել։ Դուք այդպիսի ուժերի գիտեք, կասեք։ Գիտեմ, բայց պատեհ չեմ համարում հիմա մանրամասն։ Պարոն Հայրապետյան, երեկ նաև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը շատ մեղքեր է գործել, դրանով պայմանավորված փորձում է յուրաքանչյուր կիրակի գնալ եկեղեցի, ծնկի գալ։ Դուք Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքը ո՞րն եք համարում։ Դա էլ շատ անձնական հարց է, բացառապես ինքը պիտի, եթե ճիշտ կհամարի եւ պատեհ կհամարի խոսել այդ մասին։ Ես կարող եմ ասել, որ իմ քաղաքական թիմակիցների հետ բազմաթիվ առիթներ ունենում եմ ռեֆլեքսիա անելու եւ վերլուծելու են բոլոր սխալները, որոնք որ մենք արել ենք կամ շարունակում ենք անել։ Բայց դա բնականաբար ներքին խոսակցություն է, դա ենթակա չէ հրապարակման եւ այդ ներքին քննարկումներում կարող եմ ուրախությամբ ասել, որ բազմաթիվ իմ գործընկերներ, այդ թվում եւ ես, որովե կաշկանդվածություն չենք ունենում ինքներս մեզ ամենածանր քննադատությունները հնչեցնելու, որովհետեւ միայն դա է միակ ճանապարհը ապագայում այդ սխալներից խուսափելու, ել ավելի իմաստանալու։ Մեկ միջանկյալ հարց Հակոբ Ասլանյանի հետ շփվում եք, թե չէ։ Չէ։ Շատ են ձեր մեղքերը, որ քննարկում եք, գոնե ասեք թիվը հասկանալ։ Անձնապես ինձ որպես մարդու, թե քաղաքական ուժի։ Եթե քաղաքական ուժի մասին խոսենք, երևի ես խուսափեմ մեղք ձևակերպումից, մեղքը երևի ես ավելի շատ մարդու անհատական դաշտում կդիտարկեմ, սխալները ես անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում մի այնպիսի իշխանություն եւ չեմ պատկերացնում մի այնպիսի երկիր, որտեղ չլինեն այդ սխալները։ Կարևորը մեկ այլ բան է ըստ իս, որ իշխանությունը իր մեջ պիտի ունենա բավարար չափով իմաստնություն եւ ներքին ուժ, համարձակություն առերեսվելու այդ սխալների հետ, որովհետեւ դա է բացառապես միակ ճանապարհը երբևէ չկրկնելու այդ սխալները։ Ճակատագրական սխալներ չեք գործել այս ընթացքում։ Ինչ նկատի ունեք։ Կոնկրետ օրինակ բերեք։ Դա ճակատագրական սխալ չի, Որ իրավիճակը։ Կոնկրետ գործողություն։ հայկական չէ, ադրբեջանական է։ Ով է Պրահայում ասել, որ Արցախը Ադրբեջան է։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Արցախը ներառյալ։ Հարց եմ տալիս։ Արցախը ներառյալ։ Իսկ ներառված չի Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Ձեզ եմ հարցնում։ Ներառված չի։ Արցախցիներ էին ապրում այնտեղ եւ ճանաչումից հետո Եթե մտնում եք այս դաշտ, ուրեմն ակնկալում եմ, որ նաև դուք պատասխանեք այդ հարցադրմանը։ Ինչ հարցադրում։ Արցախը Ադրբեջան։ Ղարաբաղը ներառված է։ Ես հիշում եմ 2010 Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, թե ոչ։ մեկ ելույթ, որտեղ ասում էր, որ Այ երբ մենք խոսում ենք իմաստնանալու եւ սխալները հասկանալու, գիտակցելու մասին, նաև համատեքստում եմ խնդրում, որ դուք Բայց դա այդ սխալները դիտարկեք։ կյանքեր են արժեցել։ Նորից եմ ասում, դուք ասացիք, որ Արցախը հանձնվել է Պրահայում, ճիշտ է։ Ես չասացի, Ով ես ասացի, որ ճանաչվել է Պրահայում։ Խնդրում եմ դա հիմնավորեք։ ասացի, միջ այդ Արցախը եղել է հայկական երկրորդ հանրապետություն։ Ինչպես։ Չէ, դե հիմա պնդում են անում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանձնել է
Ղարաբաղը, ճիշտ է։ Դե եթե դուք նման պնդում եք անում, նաև պիտի փաստարկ եք տա։ Աշխարհը կառավարվում է, աշխարհը եւ գլոբալ քաղաքականությունը կառավարվում է շատ կոնկրետ կանոններով։ Հայաստանը այս փուլում վերջին առնվազն 5 տարիներին առաջնորդվում է խաղի այն կանոններով, որոնք սահմանված են աշխարհի կողմից։ Եվ դա է նաև բացառապես պատճառ հանդիսացել, որ այսօր Հայաստանի շուրջ եւ Հայաստանի նկատմամբ ձևավորված է վստահության բարձր մակարդակ, որովհետեւ եթե չլիներ այդ վստահության բարձր մակարդակը, չէին լինի նաև այն բազմաթիվ դրական զարգացումները, որոնք Հայաստանի շուրջ տեղի են ունենում աշխարհի տարբեր գերտերությունների հետ հարաբերություններում։ Սա է իրողությունը։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ 2050 թվականին Հայաստանը պետք է ունենա 5 միլիոն բնակչություն։ Այս արտագաղթի պայմաններում ում կամ ինչի հաշվին պետք է ապահովի այս արտագաղթի ինչ ցուցանիշներ կան, ես լավ չեմ ծիրապետում իր պաշտոնը, թուրքերի ու հնդիկների հաշվին է ապահովելու այս։ Չէ, մի հատ կասեք ցուցանիշները կբերեք։ Դե տարբեր Արտագաղթի մեծ, ասացիք, հոսք կա, ես ուղղակի չեմ տիրապետում վիճակագրությանը։ Ինչ 2024-25 թվականին քանի մարդ է արտագաղթել։ Ես անկեղծորեն ուզում եմ իմանալ։ Օրինակ Արցախի ներկայացուցչությունում ասում են, որ հիմնականում արցախցիները հեռանում են, նրանք էլ հա, այստեղ ոնց որ բնակիչներ են Հայաստանի Հանրապետության ու կոնկրետ արցախցիները արտագաղթան պայմաններ։ Դժբախտությամբ պիտի արձանագրեմ, որ ձեր մեջ բերած մարդկանց հավատալու որևէ պատճառ չունեմ, բայց ինչ վերաբերում է դեմոգրաֆիական խնդիրներին, ես կարող եմ ասել, որ մեր քաղաքականությունները միտված են ծնելիության թվի ավելացմանը եւ դրա ցցուն օրինակներից մեկը 3 կառավարության նիստում կայացված որոշումներ, որը պետք է խրախուսի, զգալիորեն խրախուսի ծնելիությունը մեր երկրում։ Օրինակ սա մեր քայլերից մեկն է, այդպես ենք մենք պատկերացնում մեր բնակչության թվի ավելացումը։ Պարոն Հարապետյան, գալով տարածքների Բայց թեմա, մի բան էլ ասեմ, ներողություն եմ խնդրում, ուղղակի միտքս կտրվեց։ Պետք է ասեմ, որ մեկ այլ ոչ պակաս կարևորագույն գործոն է բացի բնակչության թվի ավելացումը խրախուսելուց խաղաղության պայմաններում ուրեմն գոյակցությունը եւ կառավարության կարևորագույն եւ ռազմավարական քայլերից մեկն այն է, որ հաստատակամորեն մենք գնում ենք մեր տարածաշրջան երկարատև խաղաղություն բերելուն։ Մենք հավատացած ենք, որ հարատև կամ երկարատև խաղաղությունը նախ եւ առաջ համար 1 գործոնն է լինելու մեր հայրենակիցների ոչ միայն Հայաստանում իրենց ապագան եւ երազանքներ իրականացնելու վայր դիտարկելուն, այլև ընդհակառակը նաեւ Հայաստանը դիտարկվելու է որպես մի երկիր, որտեղ կարելի է վերադառնալ, աշխատել եւ հարստանալ ու ապրել երջանիկ։ Ես ուղղակի խոստացել էի։ Կառավարության մասին եք խոսում արխիվում դելիմիտացիայի գործընթաց կա, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը տարածքներ ունի, որ Հայաստանի վերահսկողության ներքո են։ Ալեն Սիմոնյանը թիվ հնչեցրեց 110 քառակուսի կիլոմետր։ Դուք որպես թիմի անդամ հետաքրքրվել եք, թե ինչ տարածքների մասին է խոսքը, ինչ չափի տարածքներ կան, որ պետք է եւ հարցնում եք հետաքրքրվել եք, ասում եմ այո։ Որքան են այդ տարածքները, որտեղ են։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իմ այլ գործընկերներ հստակ, որովհետև մենք խոսում ենք շատ նրբազգայուն թեմայի մասին եւ ես որևէ պարագայում չեմ ցանկանա կոնկրետ թիվ հնչեցնել, այո, դա իրողություն է, մենք կարողացնում ենք այդ իրողության հետ եւ այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի, դեմարկացիայի միջոցով։ Կոնկրետ քանի քառակուսի կիլոմետր տարածքի մասին եք, խնդրեմ, որ իմ այլ գործընկերների հնչեցնեք, որոնք անկլավների մասին է տավուշ։ Ինչպես այս անկլավների մասին է խոսքը վերաբերյալ։ Դուք հիմա ուրիշ հարց տվեցիք։ Չէ, դա Դուք ուրիշ հարց տվեցիք։ Դուք ասում եք թիվ չենք։ Մի հատ նորից կձևակերպեք ձեր հարցը, ասացիք օկուպ ադրբեջանական ուժերի կողմից։ Որքան են կազմում, որտեղ են գտնվում։ Դա ուրիշ հարց է, ես դրան եմ պատասխանում։ Հիմա ուրիշ հարց է։
անկլավները ներառվում են, որ պետք է վերադարձվեն։ Այդ բոլոր հարցերը հասցեագրվելու են դելիմիտացիայի, այսինքն սահմանազատման, սահմանագծման աշխատանքների շրջանակում։ Այդ դեպքում Ադրբեջանը ինչու է, այս թեման անընդհատ քննարկման առարկա դարձնում, օրակարգ բերում, եթե կա հանձնաժողով, պայմանավորվածություններ, թե մենք չենք տեսնում, որ ընթացք ստանա, բայց ամեն դեպքում Ադրբեջանը այս թեման բարձրացնում է եւ Արցախը վերադարձնելու մասին բացարձակ չեն խոսում։ Տեսեք, Ադրբեջանը շատ բան կարող է ասել, Ադրբեջանի պաշտոնյաները շատ բան կարող են խոսել, երբեմն նաև իրենց ներքին լսարանին հասցեագրելու նպատակով ես չեմ պատրաստվում իրենց հայտարարությունները մեկնաբանել, ես ասում եմ, որն է մեր պլանը, որոնք են այն գործողությունները, որոնց մենք հետևում ենք եւ հաստատակամորեն շարժվում ենք այդ ուղղությամբ եւ մեր միջազգային գործընկերները եւս հստակ արձանագրել են եւ նաեւ սրանով է պայմանավորված հատկապես վերջին տարիներին Հայաստանի դրական իմիջը միջազգային հանրության հետ հարաբերություններում, այսինքն ես կարող եմ մեկնաբանել միայն մեր որոշումները, մեր քայլերը եւ մեր անելիքները։ Հաստատակամ միջևերջ կմնա այդ պնդումը, որ Արցախը պետք է վերադարձնեն, եթե խոսում են անկլավների վերադարձի մասին։ Նորից եմ ասում, կան մի շարք հարցեր, որոնք իրենց պատասխանները ստանալու են հենց սահմանազատման սահմանագծման Սյունիքում է շարունակվելու։ Սյունիք Իմ պատասխանը թերևս նույնն է լինելու։ հանձնաժողովը պետք է պատասխանի, եթե ասում։ Պարոն Հայրապետյան, ձեզ Հայաստանում քաղ բանտարկյալներ կան, թե ոչ։ Ոչ։ Խոսքի համար կանոնավորված մարդիկ։ Բռնության կոչերի համար, այո, կանոնավորված մարդիկ։ Որն է։ Չեմ մեկնաբանի։ Դրա համար կան հստակ մարմիններ, դատական համակարգ, որոնք որ կտան ձեր հարցի պատասխանը։ Միգուցե դատարանը համարի, որ ոչ, եւ պետք է դրա հետ հաշվի նստել։ Բայց կարող է դատարանը համարել, որովհետեւ բազմաթիվ նյուանսներ կան, եւ ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր անելիքով պիտի զբաղվի։ Ես դատավոր չեմ, բնավ նման հավակնություններ էլ չունեմ։ Իսկ այո, կան մարդիկ, ովքեր բռնության կոչերի համար կալանավորված են, ես ակնկալում եմ, որ ըստ արժանվույն եւ օրենքի ողջ խստության պատասխանատվության Հայրապետյան կներեք։ համար է կանոնավորված ձեր կարծիքով։ նորից ասացի, արդեն պատասխանեցի այդ Իմ հարցը։ հարցը եւս այդ մասը, երբ որ ասում են մեր ձևով միջամտելու ենք, դուք օրինակ ինչ եք հասկանում դրա տակ։ Անկեղծ ասած, ես դրա տակ շատ կոնկրետ ենթատեքստեր եմ տեսել, բայց նորից եմ ասում, եթե դատարանը կհամարի, որ այն ենթատեքստերը, որ ես տեսել եմ, սխալ են, պետք է դրա հետ հաշվի նստել, թեև անկեղծ ասած չեմ կարծում։ Բայց ենթադրությունների մակարդակով ճիշտ է, որ 5 ամիս նա կալանքի տակ մնա։ Գնահատականներ ես դատավորի որոշումներին գնահատականներ երբեք չեմ տվել, չեմ էլ պատրաստվում։ Հայկական ժամանակը, որ դատական նիստի ընթացքում գրում է, որ կալանավորված է մնալու, դա նորմալ է համարում։ Իսկ դատարանի դատավորներին եւ ըստ փաստաբանների դատավորը հենց այդ Ծանոթ չեմ հայկական ժամանակ թերթի հոդվածին, կծանոթանամ, գուցե ասելիք ունենամ, այս բան ասելիք չունեմ։ Ինչ նախագիծ կար ալուխների հետ կապված ծովի հատակով անցնելու, նաև Թրամփի հետ, ուղու հետ առնչություն պետք է ունենա, այս մասով կմանրամասնեք, ինչ նախագիծ է։ Թրամփի ու հետ կապ չունի, դա այլ տրամաբանությամբ է քննարկվում, Սևծովի հատակով եկող մալուխը ինչ կապ ունի Թրիփի հետ։ Կարդացեք, ես չեմ շտապում։ Չէ, ինչ եմ մեկնաբանում, դուք կկարդաք, հետո կմեկնաբանեք։ Ինձ վստահ եմ հարցեր ունեք։ Թե տեխնոլոգիական։ Դուք էլ հրապարակում եք արել Որ թեմա։ այդ թեմայով հենց Մալուխների։ Չէ, օգոստոսի 8-ին։ Ես ասեմ, որ հիմա կողմնորոշվեք։ Ես տեսեք չեմ շտապում, վստահ եմ, որ դուք սպառեք ամիսների ձեր հարցերը։ Հիմա դուք ձեր հարցին վրա կենտրոնանանք, համեցեք։ Սևծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կարող է դառնալ ինտերնետային տվյալների փոխանցման եւ տարանցիկ հոսքերի ապահովման տարածաշրջանային խոշոր կենտրոն Սպուտնիկ Արմենիայի ներկայացվել է ԲՏ նախարարության կողմից։ Սևծովի հատակով ինտերնետ մալուխ անցկացնելու գաղափարը Երևանը առաջարկել է դեռևս 2021 թվականին։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ ինտերնետ մալուխի անցկացման նախագիծը կարող է համադրվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP հաղորդակցության ծրագրի հետ։ Մենք այդ նախագիծը համարում ենք, որ խաղաղության խաչմերուկ նախագծի, մեգա նախագծի
շրջանակներում իսկ իրապես կարևորագույն ենթակառուցվածքը կարող է հանդիսանալ, հավելյալ այլընտրանքային ուրեմն ինտերնետ կապուղի հասանելի դարձնելով Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև շարունակելով դրա ճանապարհը դեպի հարևան երկրներ եւ ինչու ոչ նաև հեռու տարածաշրջաններ, այսինքն այս իմաստով Հայաստանը մեր կարծիքով կդառնա նաև տարանցիկ երկիր օպտիկա-մանրաթելային կապուղիների համար եւ այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են մեր միջազգային գործընկերների հետ, այն երկրների հետ, որոնց տարածքով ենթադրաբար կարող է այդ մալուխը անցկացվել։ Սակայն որևէ հստակ պատասխան ես չեմ կարող տալ ի բնե, որովհետև խոսքը մի նախագծի մասին է, որը ենթադրաբար Ֆրանկֆուրտ քաղաքից կարող է մեկնարկել եւ անցնել հատել տարբեր երկրների սահմաններ եւ բնականաբար յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումը պետք է հայտնի։ Այս իմաստով պարզապես Հայաստանը գործուն ջանքեր է ներդրել, որպեսզի նմանատիպ նախագծեր իրականանան Հայաստանի տարածքով, որը ել ավելի կբարձրացնի նախ նոր հնարավորություններ կտա բարձր որակի ինտերնետ հասանելիության, ինչպես նաև այն կհանդիսանա նաև ստրատեգիական ենթակառուցվածք Հայաստանի համար, ինչը անուղղակի ձևով բարձրացնելու է ըստ մեզ նաև Հայաստանի անվտանգությունը։ Շնորհակալություն։ Հարց չունեի, մի հարց եկեք խնդրում եմ, մի հատ հարցը տվեք, որովհետև օգոստոսի 8-ի հետ կապված դուք հարց տվեցիք, կարող է մեզ հետևողների մոտ տպավորություն լինի, թե խուսանավում եմ, այդ հարցին էլ պատասխանեմ ու գնամ։ Այո, ես 3 հանդես եմ եկել հայտարարությամբ, մեջ բերելով Firebird ընկերության հաղորդագրությունը, մասնավորապես Հայաստանում հարստական բանականության տվյալային կենտրոն կառուցելու վերաբերյալ եւ կարող եմ ասել, որ այս օրինակ նախագիծը ըստ էության կարծես թե շատ մոտ է իրականություն դառնալու, բացառապես Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխըմբռնման մասին հուշագրի շնորհիվ։ Այդ հուշագիրը հնարավորություն է տալիս եւ ենթադրում է, որ Միացյալ Նահանգները հասանելի կդարձնեն ամերիկյան բարձր տեխնոլոգիական լուծումները Հայաստանի Հանրապետության համար եւ հղում կատարելով այս փաստաթղթին Firebird ընկերությունը նաեւ դիմել է արտահանման լիցենզիա ստանալու, որպեսզի այդ գրաֆիկական պրոցեսորները տեղափոխվեն, գնվեն Firebird ընկերության կողմից, տեղափոխվեն Հայաստան եւ գերհամակարգչային կենտրոնը կառուցվի։ Սա մեծ նախագիծ է եւ ես հույս ունեմ, որ այն շատ շուտով իրականություն կդառնա։ Համենայն դեպս սրա համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր առավելագույնը